Եհովայի վկաներ։ Սա Հայաստանում գործող բազում աղանդներից մեկն է, որոնց անդամներին դուք հավանաբար տեսել եք փողոցներում քարոզելիս։ Բայց եթե կյանքի խոսք, վերնատուն, հոգեգալստական եւ մյուս կրոնական կազմակերպություններին կարելի է քրիստոնեական աղանդ համարել, ապա Եհովայի վկաներն այլևս դադարել են քրիստոնյա լինելուց։ Նրանք պնդում են, որ Քրիստոս Աստված չէ եւ Սուրբ Երրորդություն գոյություն չունի։ Ուրանալով Քրիստոսի աստվածությունը իրենց ամենահայտնի գիրքը նրանք հենց այդպես էլ անվանել են երբևէ ապրած մեծագույն մարդը։ Ասում են նաև, որ Քրիստոս չի խաչվել, այլ մահացել է ցցի վրա, պնդում են, որ հանդերձյալ կյանք, դրախտ եւ դժոխք գոյություն չունի, խեղում են Աստվածաշունչը, ինչպես նաև արգելում արյան փոխներարկումը, դրանով իսկ իրենց բազում հետևորդների մահվան պատճառ դառնում։ Դե իսկ զենք բռնելը, ասում են նրանք, մեծ մեղք է, հայրենիքը պաշտպանել նշանակում է ծառայել սատանային։ Հրաժարվելով պաշտպանել իրենց հայրենիքը, Եհովայի վկաները զուգահեռ պնդում են, որ իրենց Աստվածը կպատրաստի թագավորություն այս երկրի վրա եւ մահից հետո նրանք 1000 տարի, միայն Եհովայի վկաները 1000 տարի կապրեն այդ թագավորությունում։ Դե իսկ հետո կոչնչանան, ժառանգելով ոչ հավիտենական կյանք եւ ոչ էլ հավիտենական դատապարտություն իրենց արած ու չարածի համար։ Եհովայի վկաների բոլոր այս թյուրըմբռնումներին կարելի է իհարկե բազում սուրբգրային փաստարկներ հակադրել եւ սուրբ գրքով ցույց տալ, թե ինչքան են իրենք հեռացել քրիստոնեական ճշմարտությունից։ Բայց մենք դա չենք անի, այս կարճ տեսանյութում դա հնարավոր էլ չէ։ Այս տեսանյութն ընդունեք որպես ահազանգ եւ ինքնուրույն ուսումնասիրելու կոչ։ Դե իսկ մի շարք օգտակար հղումներ կկցեմ այս տեսանյութին։ Լավ մնացեք եւ մտածեք ձեր հոգեվոր անվտանգության մասին։